Դեմ դիմաց հինգ շաբթի է այսօր Los Angeles, բարի երեկո, Երևան բարի օր բոլորին եւ արանքում մնացած բոլոր ժամանակի գոտիներում ապրողներին քանի ժամային գոտի է որ ողջ մի աշխարհ շատ ամեն դեպքում Չունի որտեղ լավ երկեր ունեն, չէ՞ ռուսները։ Դե քիչ առաջ մեր մանկության եւ մի քանի սերնդի մանկության ամենաբարի երկերից մեկն էր Կոկորտիլոս Գենայի եւ Չեբուրաշկայի Կապույտ վագոն երգը։ Բայց շատ սեքսի էր կատարումը, որ կատարում էր, այս տեսակ կատարում չէի լսել դες։ Դե որ դու տեսնեք այս կատարողին, որ տեսնեք, ոչ պակաս։ Սիրուն մեծ աչքեր ունի։ Շատ ակնառու հայացք, ես կասեի։ Ակնառու հայացք է դա։ Եվ անունը հիշում ես ինչ էր։ Happy խումբն է, մնացածը չգիտեմ ով ինչ ոնց։ Ռուսաստանից հա երևի։ Չէ, հայուհի այ դեպ։ Լավ էլի։ Իդեպ այս խումբը ես վերջերս եմ բացահայտել, Happy դուետ է, մեկ Gregory կա, Happy Gregory հետ են, մեկ առանձին է, մեկ իր հետ է բան, իդեպ մեր հայկական երգերը այդ ինչ սեքսուալն են, ամենայն ռաբիս երգերն են կատարում մեկ-մեկ, զարմանում ես, որ դիքը կարելի էր այդպես Happy հենց անգլերենով որ Happy գրել բերի։ Հա, Happy Gregory խումբը որ գրեք կբերի, հա։ Նշեմ այստեղ, որտեղ Ուղղակի YouTube-ում որպես կանոն տեսահոլովակով չեն մի հատ նկարի տակ այդ երգերը, բայց մենակատարներին որ Google անեք կբերի հաստատ։ Okay, հա, ես վերջերս օրինակ ուր որ գնաս հետդ կգամ գործերը ընդեղ էլի կային մի քանի։ Հատավոր ուր գնաս կգամ թե աչ թե ցախ, հա։ Չէ, բան է Տիգրան Ժամկոչյանի cover տարբերակը էլի մենք մեր եթերում բան արեցինք, պրեմիերա արեցինք, հեսա մի րոպե, մի քանի գործեր կան, կարող ենք միասին ոնց որ վերլուծել, Հարութ Փամբուկչյանի cover-ները կա, բան են Սիրուշոյի Սոֆի Մխյանի արժանին նա միայն սիրես են երկերը վերցնում են եւ նորովի ասես կատարում են տենդենսն է այդպեսին դեպ այս մենակ այս խմբի մասին չի խոսքը տենդենս է նկատում մանավանդ սկսնակ խմբեր վերցնում են սիրված երգ Եվ այդ cover կոչվածը բանով զարգացնում են ու բավականին լավ լսարան են հավաքում։ Այո, բայց մի բան էլ քանի որ խոսք եղավ էլի այս մասին, ախր երգերն էլ չէ հասարակությանը առաջ տանող, հասարակությանը փաստող բաներ են։ Հիմա ասենք Ամերիկայի պատմությունը, որ ուզում ես նայես, ռոք էն ռոլի պատմությունը, որ նայես, այնտեղ այդ կերպարների գրած երգերը, այդ տարիներին ինչ էր ուզում մարդկանց, ինչն էր բան անում։ Մենք այդ տեսակ օրինակ ասենք Հախվերդյան ունենք, չէ, Ռուբեն Հախվերդյան, բայց այդ տեսակ երգահաններ, որ օրվա մասին են խոսում ու գրում, չունենք, էլի, այդ մեծ մասը այդ քոնը ավրոդ ասեցիր աշխատում են այդ ժողովրդական երգերը վերածել եսի ինչի։ Ախր ձերն էլ գրեք, տեսնենք այսօր ինչով եք շնչում, ինչով եք ապրում, ինչն է ձեզ հետաքրքրում։ Բայց Հախվերդյանը միթե տես չի։ Այդ եմ ասում էլի, հա, բայց քիչ է։ Հա, մեկ Հախվերդյանով չի լինի, այ անձնավորություններ էլի, որոնք գրում են, ստեղծագործում են, ոչ թե Մեշչյանը փորձեց անել, հա։ Ես Մեշչյանի հետ բան ունեմ, խնդիրներ ունեմ, չգիտեմ, հա, չեմ կարողանում։ Եթե համեմատենք Հախվերդյանի հետ, Հախվերդյանը շատ պարզ է, Մեշչյանը շատ Սենց Լևոն Տեր-Պետրոսյանն է էլի անում։ Այո։ Ես գիտեք ինչ, հիմա կարող է պարզունակ թվալ, բայց հավատացեք արվեստի մեջ ամենակարևորը անկեղծությունն է, ամենակարևորը։ Եվ միանգամից զգացվում է մարդը անկեղծ է թե անկեղծ։ Օրինակ Ռուբոն էսել գրի, այն ինչ էլ անի, երևի անկեղծ է, թե ինչ որ մտածել է։ Մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական։ Ախր Ռուբենը Հախվերդյան սկսեց սովետական տարիներին։ Այնպիսի երգեր էր երգում, որ ես զարմանում եմ, դրանց համար կձերբակալ էին մարդկանց այդ տեսակ երգերի համար, սովետական տարիներին։ Եվ մինչև հիմա էլ մարդը բան անում, հա։ Բայց իսկ ինչ վերաբերվում է Հիմա ես գիտեմ շատ շատերը ստերում են, հա, ասեմ ձեզ, այդ մի երգից այն կողմ չգնաց ինքը։ Էդ էլ էր սովետական տարիներին էր եւ Աստծո մասին երգելը դա մեծ բան էր համարձակություն էր եւ բան էր բայց այդ ու այդ դրանից առաջ էլ չգնաց Դե որ ասեցինք ուր է Աստված տեսակ ինչ է կատարել մի բան էլ հա ասեմ հա այդ
Ուրեմն այստեղ եկել էր համերգի տարիներ առաջ են 10 քանի տարի առաջ եթե ոչ ավել դե ես էլ գնացել եմ այն ժամանակներ ախր բաներ էլի շատ քիչ էր մարդ գալիս Հայաստանից կարոտ էինք այդ հայկական երկու բանին ուրեմն բաներ վարձել խումբեր վարձել 4-5 հոգի էին նվագում են ինքը երգում է մեկ էլ համերգի կեսից սա կանգնեց sense նա շուռ եկավ sense հանում Էս ինչ եք դուք անում, այս երաժիշտներին։ Բա դուք նվագել, բա դուք ստես, բա դուք ունես, այ մարդ, ապշահար մնացի։ Եղբայր, դու ես դրել այդ երաժիշտներին, դու ես վերել այդ երաժիշտներին, ասելու բան ունես նախ ասակամ հետո դու համերգը կանգնացնում ես, մեր աչքի առաջ այդ մարդկանց բան ես վիրավորում ես, տարածում ես, այս նվագելա, դու այսենց։ Այդ ինչ է, հա։ Շատ տագեղ բան է, շատ։ Այդ ժանրից Ինչ է կատարվում Հայաստանում, Ռաֆայել, ասա ես Աստված, երկցավ մեր օրերս հիտ։ Իսկապես որ ես ինչ օրեր ենք ապրում, ես ինչ ժամանակ ենք ծնվել մենք։ Ես ճիշտ ասած չհասկացա նախ իշխանական կողմին, ընդդիմությունը Աստված իրանց հետ անաստվածներ։ Բայց այմարդ էս մի կողմը ինչի որոշեցան գած գնան, ինչ գնացիք Տեր Արամ, Տեր բան, բարձ չի որ դու գնալու եք այնտեղ, դիմա դդմիկներն է գալու էին ձեր դեմ։ Էս ինչ մսուր մանկապարտեզներ։ Ես հրաժարացա այդ ժամերի բանը համադրումը էլի, որ կարծես հատուկ կոնֆլիկտի տանելու նրակ բաներ, սցենարեր էլի։ Պրոնիկոլականները ասեցին Տեր Արամով, Մարամով այդ 10 եպիսկոպոսներով, որ մենք գնալու ենք այսին ժամին, նրանք էլ որ դուք եք գալու այդ ժամին, դե մենք էլ այս ժամին են գալու, էս ինչ բաներ, էս 10 առաքյալները 10 եպիսկոպոսները նամակ են ուղարկել քարտուղարություն պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում 10 եպիսկոպոսների հավաք է տեղի ունեցել, որի ժամանակ նրանք հայտարարել են, որ նամակ են ուղարկել քարտուղարություն Պահանջելով Գարեգին երկրորդի հրաժարականը մեր առաքելությունը այս պահին արդեն ավարտված է հաջորդ անգամ մենք ձեզ հետ կլինենք մայր տաճարից աղոթելու մեր ժողովրդի ազգի հոգևոր դասի ամրապնդման եւ պայծառության համար նշել են նրանք հիշեցնենք որ 3 եւ այսօր 10 եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ հայտարարելով եկեղեցու թերի կառավարման լրջագույն խնդիրների հանգուցալուծման համար Գարեգին Բ-ն հանգստյան պիտի կանչվի։ Այդ նամակը Գարեգին Բ-ն գիտեք չէ որտեղ կօգտագործի վստահաբար։ Ուրեր Աստված։ Ինձ թվում է բայց անկեղծության համար ժամանակներ են կապում։ Անելու բան չարեցին իմ կարծիքով Ինչ մի րոպե, բայց նամակ գրելու մեջ որ ձեր հրաժարականի նամակին բացարձակ որևէ ընդդիմախոսություն չկա, զուտ այդ որ հավաքվեցին գնացին ընդե բան, ավելորդ լարվածություն ու խմորում եղավ, հասկանում ես, որովհետև այս սուսուփուս որ ամեն կիրակի գնում են, կամաց Փաշինյանը եպիսկոպոսներին ընդունում էր, նամակ էին գրում, բարձրաձայնում են, այս ավելի sense հետաքրքիր զարգացում էր, սա փորձ էր արագացնելու, որը իմ կարծիքով այդքան ստացվեց։ Այո, ես պիտի ասեի, որտեվ պիտի քայլ առաջ գնա։ Բայց Փաշինյանը հետաքրքիր է ասում, նոր նայում էի, 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում եմ։ Հետաքրքիր նախադասություն է։ Չեմ ուղղորդում, ասիկա ես չեմ ղեկավարում իրան, բայց ողջունում եւ աջակցում եմ։ 10 Այս բառը ոչ չի Կանի այդ եպիսկոպոս պիտի գնագա որ սովորենք Էջմիածնի միաբաններն են, այսինքն Էջմիածնի այս մեջբերում է վարչապետին, Էջմիածնի վանական համալիրը իրենցն է եւ իրենք էլ Էջմիածնի վանական համալիրն են, այդ այլի սկսվող, հետեւաբար բառախաղը։ Նրանց կողմից հնչեցված հրավերը հավաքվելու Մայրաթորում բացարձակապես լեգիտիմ է ասել է Փաշինյան։ Վարչապետի խոսքով իրենք ունեն լեգիտիմություն իրենց հետևորդներին եւ թեմերի հավատացյալներին հրավիրելու։ Այս քո հարցին ապատասխան։ Բայց դե Փաշինյան նաեւ ես վերջացնեմ անդրադարձեմ հարցում են թե ինչ է կապում իրեն, թե ինչն է կապում իրեն 10 եպիսկոպոսների հետ լավ հարցը։ Բացառապես օրակարգը Հայաստանի Հայ-Արաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման օրակարգը եւ մեկ հարցում մենք ունենք կոնսենսուս, այսինքն համաձայնություն, որ այս օրագիրը անհնար է իրականացնել առանց Կտրիշ Ներսիսյանի հեռացման Մայրաթորից։ Այո, էսա կորիզը։
Դե բա որ մարդ վատացավ, ավելի կոնկրետ տերտեր վատացավ, տարան շտապ օգնություն, արագացրեք բան եւ այլն բան, ձեր աղոթքներում անպայման հիշեք հոգեվորականներին, Տերը անսասան պահի հայոց եկեղեցին այդ շտապ օգնության մեջից գրել է Հայր Զաքարյան, այսօր նոր պատկերացնում ես Համեդին ես առաջարկում եմ մեր հարազատներին, մեր ընկերներին, գործընկերներին միած սիտկոմ նկարեն այս ամեն ինչի վրա Arflix-ով ցույց տանք բրցնենք, որովհետև սրանից ավելի լավ սցենար հնարավոր չի։ Այստեղ էլի Ռաֆայել տես Արի գրենք նկարենք։ Լուրջ եմ ասում։ Ես լրիվ լուրջ եմ ասում։ Մեր նոր Հայաստանը մեր Arflix-ը։ Տակ, որ մարդիկ ոնց որ դետեկտիվ նայեն, էլի, թե ինչա ոնց է կապը։ Իսկ ովքեր հանկարծ կհամարցակվեն ասեն, «Էս ինչ թեմա եք բարձրացում», կնքահայր ֆիլմը հենց այդ Վատիկանի տերտերի մասին էր, որ ամենը իր ձեռքի տակ էր։ Երբեք չմոռանաք։ Եթե Կոպոլան արել է, մենք էլ կանենք։ Վատիկանին տվինք անցանք մենք, ինչ Վատիկան։ Անցյալ օր այդ Վատիկանի մասին է նայում, այդ իրենց այդ ֆինանսական բաների աստվածի մեծ ինչեր այնտեղ կատարվում, Ուրեմն Վատիկանը բանկ հիմնեց իր բանկը։ Եվ բաները տարբեր տեսակի հանցագործները այդ բանկում լվանում են իրանց փողերը։ Դուք պատկերացնում եք Սուրբ Աթոռ կաթոլիկ եկեղեցու կենտրոնում հանցագործները, թմրավաճառները լիբերես փողերն են լվանում, որտեվ իրենք հաշվետու չեն, իրենք եւ պետություն դարձավ, չէ՞, Վատիկանը առանձին պետություն է, Իտալիայի մեջ է գտնվում, բայց ինքը պետություն է, ինչ ուզում անում է։ Դե պատկերացեք, դրա փոքր մակետն էլ մեզ մոտ է, էլի։ Փոքրիկ բանով։ Քիչ առաջ հայտնեցին, որ Տեր Զաքարյային պիտի շտաբ ստենդավորեն։ Այդ որ տարել է։ Հա։ Հայտնում են Մայրաթոռում վատացել է Վրթանես Բաղդալյանի, չէ, ներողություն, Հայր Զաքարյան տեղեկացնում է, ներողություն, Տեր Զաքարյան հայտարարում է, որ Վրթանես քահանա Բաղալյանը վատացել է։ Բայց նա ում կողմից է Բաղալյանը, մեր կողմից է, թե Կտրիչի կողմից է, հայտնի չի արդեն չէ։ Կարևորը ստենդավորում։ Առողջություն ձեզ, պարոն Բաղալյան, առողջ եղեք, տեսնենք ինչ ենք դիտում։ Այո։ Ես այն օրը Facebook-ում գրեցի Հայր Սուրբ, ձեզ լավ նայեք, դու դեռ շատ երեխաներ պիտի ունենաք, հարցակվեցին վրես։ Բայց ես վատման չեմ ասել։ Ասել եմ առողջ եղեք։ Ոնց որ այդ դերասանն ասում է, ուրախ չեք, որ տղամարդ է մեր Որց։ Շատ ուրախ ենք, ապեր։ Երջանիկ եք բարձապես, երջանիկ եք։ Կարելի է եկեղեցուկից այնտեղ մի բան սարքել, որ ինքը ապացուցի իր որս լինելը, մինչև չապացուցի չի կարա ձեռնադրվի, համե տես պիտի։ Ունենց վրթոված ասում, սենց աչքերը, ես չեմ հասկանում, ասում, դուք չեք ուրախանում, ձեր վեհապարը որց է, այդ քեզ ուրախանալու բան։ Ու սա գիտես, սա ասում են մտավորականները։ Սա չի ասում, ասենք այն մի հատ Facebook-ի մեմ կա, Լաուրեն ասում, Անոյին ասում, մեկը կապ չունի, ով, այդ խեշ կնոջը մեմ են սարքել, հիմա կասես, լավ, նա գյուղացիկը նկա մի բան ասել է։ Այմար դու մտավորական մարդ ես համարում քեզ։ Տասնյակ ֆիլմերում ես խաղացել, թատրոն, երեխաները պիտի սովորեն, մանկական հաղորդում։ Դες բան ո՞ս կարելի ասել։ Գիտես ինչն է, ես չեմ հավատում, որ ինքը կարող է իրոք իր ասածին հավատալ, էլի։ Ինչա նշանակում, որ որցա մեր։ Լավ է։ Չէ, բացի դա, վերջապես կարելի է, որ ասում են հարգեք եկեղեցին, այդ հայտարարությամբ արդեն մեծագույն անարգանք է, հերիք չի, որտեղ որցը եւ էքը ընդհանրապես անասնական աշխարհի բանին են դասում։ Տերմինոլոգիան, էլի։ Մարդուն արական եւ իգական են բաժանում։ Բայց եթե անգամ այդպիսի որակավորում են տալիս, ընդհանրապես կաթողիկոսին եւ Բարշասիչյան եպիսկոպոսներ բանտես բան ասել կարելի է։ Ասենք ես ու դու ասեինք հանգած, էլ հայհոյանք, եմ որ ասում եմ մուշուվան, բոլորը կգային։ Հետարքիր է կտրիչի հետի, որ կարդացել է, ուրախացել է, թե ինչ լավ է, ես որցեմ։ Ասում են t-shirt հա պատվիրը, սեց գրած։ T-shirt հա պատվիրը հագնում։ Էտա։ Դա ընկերներ, սա խայտարակությունն է ուղղակի, խայտարակությունների գագանտնակետն է։
Այն որ ասում է թուրքը տենում է ուրախանում, այ էս մեր մակարդակն է։ Էս մեր հոգևոր դասն է, էս դրա համար էլ ես մեկ-մեկ մտածում եմ, էլի ասում, նակ մենք ընտանիքով հանդես էլի եմ ասում, ցավոք սրտի, իմ կարծիքով հավատացյալ մարդիկ որ այնց հետարքիր բան ունեն էլի հոգևոր առումով, միգուցե որ ի սկզբանե այս այլանդակությունները չլինեին, ասենք մենք է կարող շատ ավելի հոգևոր լինեինք, մեր ընտանիքը ծանոթ բարեկամ նայում եմ էլի ում հետ խոսում եմ ես վերջերս ծնունդ էր մեր ընտանիքում սեղանի շուրջ այս թեմային հասանք ում հետ խոսացինք բոլորը հայհոյում էին այդ ինստիտուտը այսպես ասած ու վատ է զգում էլի ասես ախպեր ջան լավ է թե ճիշտ են թե սխալ է ուրիշ հարց է բայց հասցրել են մարդկանց այդտեղ ինչի պիտի տենց լիներ դա սրբության սրբոց է այդ ինստիտուտը հարգելու արժանի բան է բայց չեն թողել որ մարդ հարգի Իսկ ամենը վերջի մի քանի տարում մենք ինչ տեսանք, որ բանակը corrupt է, ասինքն, որ բժշկական համակարգը ամեն ինչը կաշառակիրության ու թալանի մեջ է թաղված։ Բա ինչու՞ պիտի եկեղեցին հանկարծ բաններ։ Պարշի որ Սուրբ անունը, բանակը սուրբ չեն ասել։ Այս իր անունը սուրբ է, գոնե ով է իրանց սուրբ դրել անունը։ Մենք ենք դրել, դա իրանք են բանարը։ Չմոռանանք ինկվիզիցիան էլ էր սուրբ, որ վառում էր մարդկանց։ Էդի հոյակապ պատասպարվելու բան է։ Ես սուրբ եմ եւ վերջ ինչ որ անում եմ, ուրեմն ճիշտ եմ անում։ Ինչ է նշանակում սուրբ։ Ուր է սուրբ։ Մի հատ ես սուրբ չտեսա կամ սուրբ արարք մի հատ որ ասեմ բանը։ Ընդհակառակը կաշառակիրություն, բան, ել չեմ ասում արտասահմանյան բաներ ազդեցության տակ, այսօր կարդացի ասում է եղբայրը, այս կտրիչի եղբայրը Ռուսաստանում, որ ընդ թեմի առաջնորդն է, չէ, ժողովը հրավիրել, որ տենա ինչ են անելու, ոնց են անելու, եղբոր հարցեր բանը։ Վերքենա գնա փախնի նստի ինքնաթիռը գնա Մոսկվա քո համար այնտեղ ինչ ուզում ես արա այմա։ Թող հանգիստ ես։ Այն որ պիտի մի օր եթերում վերջ իհարկե չի գնա։ Իհարկե։ Իհարկե պայքար մինչև վերջ։ Այո, որտեվ ինքը գիտեց որ գնաց շատ բաներ է դուրս գալու հետևից եւ էլի է դուրս գալու Էլի հայտարարություն են տարածել հոգեվոր ասպարեզում արկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացակարգով այլ ոչ թե առանձին խփերի պարտադրանքով հայտարարում են Սա գիտես ինչ է ինձ հիշեցնում այդ պարճականները որ խոսում էին բանի ուրեմն կոմունիստի հոգին պետք է այնպես sense բաներ էին խոսում էլի ճիշտ նույն բանն է էլի մենք չենք կարող թույլ տալ որ բան Լարված մի քանի դրվագներ եղան մենք այսօր աշխատում էինք ուղիղ եթերում Լավ բայց որ ասենք sense Ռաֆայել սա խառնենք բաժանենք էլի երեք ով կրեց ենք մերոնք կրեցին թե մյուսները կրեցին Չէ սա մյուսները կրեցին թե անկեղծ Հա որտեվ նրանք քանակով էին ավելի շատ լաչար էին ավելի բնականաբար եւ ում դեմ որ բանա իրանց կոմից է ու ներկա է այս կոմինը ով որ նախաձեռնել է նո Պարզ խոսանք էլի կոպիտ ասած Գարեգինը ընդ էր Փաշինյանը ընդ չէր այսքան բան այս արդեն անհավասար պայքար է որտեվ Չէ բայց որ գնարել ինքը այնտեղ արդեն հասկանում եմ բայց դե իրանց լիդերը իրանց հետ է նրանց լիդերը իրանց հետ չէ ոնց կլինի մենք ասես եթերում նայում ենք ամբողջ ընթացքում աշխատել եմ եթերում մի հարց է ինձ ուզել իմաստը էս ամենի հիմա էս փուլում հիմա այս նոր տարվա դեմ այս 10 հոգին հրաժարական էին պահանջում փորձեք այն մի 10 էլ միացնել ձեզ ոչ թե դե փորձում են երևի Ռաֆայել դե հասկանում բայց տեսար ինչքան միացան ուրեմն Բուլղարիայի թեմը միացավ ասեց աջակցում ենք ամեն բանով մեր բացան երկրների թեմը միացավ այո բավական բան կա էլի այս հարցում եթե լուծում տա ինձ թվում է այսպես ասած ենթադրյալ դուստը կխոսա կփրկի մնացած պարագայում սա սուտ է դուս գա եթեր ասի արա դե Ռաֆայել ես քեզ ասեմ չեմ կարողանում այս ստի մեջ ապրել այլևս հայրիկ падրը ու պրստից Չէ այդ էլ չի փրկի կասեն իրան համոզել են փող են տվել տենց է ասում կասեն Էդի բան ես ասեմ 2-ից 3 ամիս ժամանակ եմ տալիս քանդվելու է կտրիչի այս ամեն ինչը սպասում ենք արդեն բանը հասելա կիզակետին 7474 դուք ասեք հարգելի բարեկամներ դուք ասեք այո ձեզնից էլ բան լսենք հա որովհետև օրինակ տես երկրորդ ամենամեծ ուժը ռուսականը եւ երրորդը Անտիլիասը կապած են ենել ոնց Արամ առաջինն էլ այնտեղ ինչ է եզրացնել Սև չկա նահանջի, հիմա Բալթյան բան շատ փոքր են կշռով։ Մեծ ընտանիքի լիգիոն սատարում է, Մոսկվան սատարում է։
Սենց ոնց կլինի։ Բյուրականի Ինչ է։ դե ուզում ասեմ այդ որ Մերձ Բալթյանը, Բուլղարիան այս կողմին է պաշտպանում, այն կողմը ավելի ծանրակշիռ է։ Զանգեր ունենք, տեսնենք ինչ կասեն։ Ապա Հետաքրքիր է ռադիոլսողները ինչ կասեն։ Փորձենք հասկանալ։ Բարև ձեզ։ Բարի լույս ինչպես եք։ Բարի մտամոլոր։ Ռաֆայել ջան, ես ուղղակիորեն շնորհակալություն ասեի, որտեղ ընդհանրապես երբ որ ասում են լաչար, միշտ պատկերացնում են կանայք, բայց այս դեպքում դուք երբեք չի պատկերացրի, որ հոգևորականներին կասեինք լաչար։ Դե Արդեն ես շնորհակալություն եմ հայտնում, որ այդ բառը միայն չմնաց, երբ որ ասում են լաչար, պատկերացնում են, որ կինա ու դե այնտեղ լրագրողներ էլ կային, որոնք ուրիշ ձևակերպում չկա տալու։ Ես նույնիսկ չէ որ հոգևորականներին մենակ որակավորում տվեցի, այն ինչ որ կատարվում էր եթերում։ մի րոպե, եթե լաչառություն արել հոգևորականին չպետք է ասենք, որ լաչառություն արել, այսինքն այս պահը ես չեմ հասկանում։ Ահա, գիտեմ, ձեզ չեմ ասում, էլի, բայց ընդհանրապես տենց մտայնություն կա մարդիկ, էլի, որ ոնց այն տենց է։ Ինչ անում ես, այն էլ ստանում ես։ Ձեզ ինչ է թվում, սա ոնց կավարտվի հարգելիս։ Չգիտեմ, տատս ասում էր, ես խմորը շատ ջուր կուզի երևի, բայց հələ ապրենք տեսնենք։ Լավ։ Որ լավ վերջանա ամեն ինչ։ Բարի, ձեզ ենք շնորհակալ։ Լավ որ ձեզ։ Ձեզ էլ։ Զանգեր 7474773444 բարև ձեզ։ Այս sense է, Խոսեք, լսում եմ ձեզ։ Լայն մնում է գծի մեջ, անջատվում է Աստված։ Այս հեռախոսից գլուխ չհանեցի ես։ Լավ։ Փորձեք բարեկամներ կրկին, երբ որ երկար եք երկրորդ լայնի մեջ մնում, անջատվում է, ազատ հարթակ խնդրեմ կարող եք արտահայտվել, Դերենիկը ասում է 2 ամիս, հա, մոտ 2-ից 3 ամիս, ավելի շուտ կքանդվի արդեն այս բուրգը, ստի եւ հանցավորության վրա կառուցված։ Ապրենք տեսնենք, ես ռեբութ արեցի հեռախոսը։ Ընթացքում լավ լուր ասեմ, կարճ բայց շատ լավ լուր ասեմ, Երևանում անտուշների կացարան կկառուցվի, Երևանում հաջորդ տարվանից կմեկնարկեն անտուշների կացարանի շինարարական աշխատանքները, հայտնում են քաղաքապետարանից, կացարանը նախատեսված կլինի 300 անտուն շների, այս անտունը որ նշում են, չէ կարող է տնով շների համար լինի, այ մարդ, ինչև է լավ, համար եւ ճաղավանդակներից բացի կունենա նաեւ բացօթյա առանձնացված տարածքներ ստեղծվելու այնպիսի միջավայր, որտեղ կենդանիները կզգան իրենց առավելապահով եւ անվտանգ կացարանի նախագիծը կազմել է միջազգային հաջողված փորձի ուսումնասիրության արդյունքում։ Այս շնորհավորում եմ Երևանի քաղաքապետարանին եւ բոլոր անտերշներին այս շատ կարեւոր բանով վերաբերմունքով կենդանիների նկատմամբ։ Ես բանը միացտուգում, վերջ։ Հաջորդ աղմկահարույց բավականին նյութը, բավականին, այս ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն է, որ նավթ եւ նավթա մատակարարում հաճույքն է ասում այդ վրացական երկաթուղով եկավ Հայաստան եւ այսօր դա ուղղակի ասես պայթյուն իրականացրեց մեր մեդիայում, ահա Ադրբեջանից նավթ առան, վերջ նավթադոլարներ։ Ասես առաջինը երկրորդն է, չէ՞, մի անգամ արդեն եկել էր, հիմա սա երկրորդ ցորեն։ ներողություն։ Այս ձայնը նավ չեր եկել միջև հիմա։ Ձայնը բանա տալի, երրորդա տալի։ Ինձ լավ եք լսում։ Այո։ Հա։ Ասում եմ առաջինը ցորեն էր։ Հիմա նավթը։ Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հաղորդում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին խմբականակի ուղարկման մասին, վրացական տարածքով, նախապես ասենք, որ նոյեմբերի 28-ին, երբ որ Ադրբեջանի Գաբալա քաղաքում հանդիպում էր մերոնց ու իրանց միջև, այդ ժամանակ պայմանավորվածություն ա ձեռք բերել, որ տնտեսական առևտրային որոշակի բան պիտի լինի, սա միանգամյա որ տրանսֆեր է, զուտ հասկանալու համար, ինչ ոնց եւ այլն, եւ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանի կողմից կիրառված սակագնային քաղաքականության պատճառով խոչընդոտվում էր Հայաստանից, Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումը, վրացիները թիվ են կրակել եւ առաջին անգամ չի, որ այդպես վրացական մի տեսակ կեղտոտություն կա, չեմ բացառում ռուսի մատը ստեղ խառը լինի,
որ մի քիչ թանգնով դրեք, որովհետև սա եթե Մի հանկարծ քիչ չէ, զարգանա, խելքից մոտիկ չի գինը։ Այդ ով էր ասում, այդ նույնա որ, Շվարնաձեն էր, ասում, չէ, բան է, Իվանը Չէր անում, Կոբախիձե, Կոբախիձե։ ով է բանտում։ Սաակաշվիլին։ Սաակաշվիլին ասում էր, այդ նույնա որ ասեն, չեմ թույլ տալու որ ասեն, հենց գներա որ ոչ մեկ չի համաձայնվի։ Եվ իհարկե ռուսների մոտ է կա, որտեղ շատ տրամաբանական է։ Դու պատկերացնում ես, հերիք չի Իրանից չի առնում նավթը Հայաստանը, հələ առնում է Ադրբեջանից եւ լավանում է հարաբերությունները։ Երբ որ Հայաստան ու Ադրբեջանի հարաբերությունները լավանում է, Ռուսաստանը գժվում է, որտեղ էլի ինչ անի, ոնց իրար դեմ լարի մեզ, ոնց մեկի մյուսի հաշվին կարողանար բան անել, շահույթ ձեռք բերել, ահա որը։ Այսօր բանը, ինչ ասում Լավրովը, ուր է, ստեղ էր միտեղ, կարճ ասած, այդ որ Եվրոմիությունը ասեց կօգնեմ ընտրություններին Հայաստանին, ասում է, սա Եվրոմիության ակնհայտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Եղբայր, մենք ենք հրավիրել, մեր խնդրանքով են իրանք մեզ օգնում, ինչ ներքին գործերին խառնվել, ինչու ես դու վատ զգում այդտեղ ես։ Այստեղ հիմա ես ձայնի հետ զգում եք ինչ որ բան կա, ոնց է ձայնը։ Չէ, ես լրիվ նորմալ եմ լսում։ Առաջարկում եմ։ Դա ուզում ես գնանք ընդմիջման, ձայնը մաքուր չի հաստատ, խնդիր է տալիս։ Վերադառնանք եւ շարունակենք բարեկամներ։ Պարոն Թոքմաջյանը այսօր բոցավառ ելույթ ունեցավ։ Մի քանի ելույթներ ունեցավ, նայեցի, եմ տառապում եմ, մեղքս եկա, բայց գիտես ինչու, Ռաֆայել, այդ որ իր խելքից է, էլի, ես այսպես եմ նայում, որտեվ իզուր տեղը, այնմար չի հավանել ժողովուրդը, ենթադրենք անգամ ես իմ ինչ, դե չի հավանել, ասա կներեք, հեսա, միսա բանկը հավանեք կամ բան։ Չէ, բայց այնքան է հավանել ժողովուրդը։ Մեկը չէ, երկուսը չէ, 5-ը չէ։ Այնքան է հավան է տարբեր բաներ, որ նորմալ է, մի հատ չի։ Դուք չհասկացաք, աշխարհի վերջը չի տառապում եմ ես, տառապում եմ։ Գյուղացի ով է որ հասկանա, կամ ես իրան պիտի հարցնեմ ինչ քանդակ եմ, եղբայր, այդ ինչ խոսակցություն է։ Բանին արվեստագետին անվայել խոսա, արվեստն էլ մոռացի։ Տարիք առած մարդու էլի, որ ապրել ես մի կյանք 60 անցել ես արդեն վստահաբար։ Բայց այդ էս հասկացեք կյանքից, որ չեն հավատի, ես բաներ խոսած, լավ եք էլի, հերիք է։ Հələ ասեն քաղաքական գործիչները, որ անում են ինչ որտեղ կարող են, բայց դուք ինչևէ, Տիկին Հակոբյանը ուրեմն Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում շարունակում է անդրադառնալ Լևոն Թոքմաջյանի Պարուսևակի քանդակի շուրջ բարձրացած աղմուկի քննադատությանը։ Ուրեմն հատված է բերել Անդարելի զանգատ տնից եւ լեղապատար մայրերը հայոց զուր են բրբնջում աղոթքը կերկեր համր տիրամորնի հարցանքներին իզուր են այդպես աղերսով եւ այլն այդ աղիողոր մի հատ բան է հատված Պարուսևակի Անդարելի զանգակ լավ հետո 3 հիմա մեջբերում եմ տիկնոջը 3 սկսեցի վերընթերցել Անդարելի զանգակ տակտունը առաջարկում եմ համանուն կոմպոզիցիայի մասին գնահատական հնչեցրած հայրենակիցներից անպայման նորից կարդալ պոեմը։ Գուցե պարզվի, որ Լևոն Թոքմաջյանը դեռ մի բան էլ մեղմ կոմպոզիցիա է ստացել։ Հետգրություն։ Շնորհակալ եմ նախորդ գրառմանս հետաքրքիր եւ բովանդակային արձագանքներին, կրթվելը նորաձև է շարժումը ծաղրողներին, ուզում եմ ասել, արդեն ձանձրալի է։ Մեկ ենք ծանրալի դարձել։ Արի կարդանք, ունես մի օր վաղնա երբ առնել զանգակատունը մենք էլ մեր եթերի մի հատ հասկանանք, այդ ինչ է, այդ քանդակ է, այդ մարդը, որ մի հատ է մեղմ։ Ախր Ռաֆայել, հենց սկզբից հարցը սխալ է դրվում։ Խոսքը այստեղ անրելի զանգակատան մասին չի, խոսքը քանդակի մասին է, հասկանում եք։ Բայց քանդակը տենց է կոչվում, այդ է մեղը։ Քանդակը սևակ չի, քանդակը Հասկացա, միևնույնն է, ուրեմն այդ քանդակի կողքը պիտի սենց թղթերով կախեն այդ պոեմը, որ նայելուց առաջ մի հատ կարդանք, հետո այդպես չի արվեստի գործը, եղբայր։ QR կոդ է պետք դնել։ Էլ ինչ որ, դա սա քանդակ է, ոչ թե գերական ստեղծագործություն։ Ինչ ուզում է եթե վերնագիրը դներ Հիսուս Քրիստոս, մեր ասեք, տես ինչ հետարքիր է, սևակ իրեն Հիսուսի, այս ի՞նչ է նշանակում, այ մարդ։ Դա վերջացնեմ էլի, ես մի քիչ եմ, բարբերությունն է մնացել։ Շարունակում է Տիկին ինչաներ ազգանունը Հակոբյան։ Իսկ մասնագիտական համայնքին քաջալերում եմ ավելի համարձակ եւ բաց լինել։
Դե որ դուք քաջալերում եք, էլ մեզ բան չեմ մնում արդեն։ Այս թեմայով գրառումներս 150,000 մարդու է հասանելի եղել։ Երանի ձեզ։ Վստահ է մի քանի հազարը արվեստագետներ են, որ սեփական կոմֆորտ զոնաներում քննարկում են թե քանդակը, թե գրառումներս։ Ափսոս, որ մեզ արվեստի հարցում անգրագետներիս նրանց կարծիքը այդպես էլ հասկանալի չի դառնում։ Բա այդ դեպքում ինչպես կրթվենք։ Լավը վատից ո՞նց տարբերենք, գրել է Տիկին Հակոբյանը։ Լավը վատից ո՞նց տարբերենք։ Այ։ Զանգ ունեն, կարող եմ ես հուշեն տարբերակել լավը վատից։ Չէ, դարձեմ սա եկեղեցու մասին ասում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև լույս ձեզ, բարև լույս Դերիկ, Ռաֆայել, ինչպես եք։ Նախ ուզում եմ սկսել առաջին մի հատ հարցով, Դերիկ ջան, Ռաֆայել ջան, ինչու են միայն այս մեր Հայաստանի ղեկավարությունը այդ սրբապիղ դեպքին հեռացնելու համար հիմնվում միայն, ասենք, ուսակրոնության, քերակնիչ դոմփելու կամ ուրիշ այս հարցերի վրա։ Իրենք ասենք, ես իմ կարծիքով ԱԱԾ-ն կամ մյուս սրբազանները բավականին մարդիկ կան, որ բենց տեղեկություններ ունեն կրիմինալ գործերի վրա, հանցագործություններ, որ կատարվել է, ասենք, եկեղեցում մանավանդ 99 թվականի հոկտեմբերի 27-ին Արյունով եկած կտրիչը, որ ես 100%-ով ինձ թվում է նա անպայման գիտեր այդ դեպքերի մասին նախորոք, Քոչայանի, Սերժի եւ մյուսների հետ եւ ԿԿԲ-ի հետ, ասենք ուրիշ գործեր չկա, որ ասենք հիմնվեն այդ գործերի վրա եւ շատ նորմալ ձևի հեռացնեն իրեն։ Չիտեմ, ուղղակի հայտ կարող եք ինչ-որ... Ես ձեզ ասեմ, ձեր անունը ինչպես է կներեք։ Կարեն։ Կարեն ջան, դուք չեք պատկերացնի, թե ձեզ հետ ինչքան համաձայն եմ ես։ Ես դա այն ժամանակներն եմ ասում, եւ մինչեւ հիմա ինձ համար դա ինիգմա է մնում։ Ես դա չեմ կարողանում հասկանալ ինչու, որտեղ վստահ եմ, ինչպես դուք ասեցիք, իրենք ԱԱԾ-ն էլ գիտի, այս 10 եպիսկոպոսներն էլ որ եկան հաստատ այն ներքին ինֆորմացիա տված կլինեն, ինչու դա չեն անում, ես դա չեմ հասկանում։ Այդ ձեզ հետ հավասար ես էլ զարմացած եմ, սա է իմ պատասխանը։ Դերնի ջան, եթե դուք հիշեք, մի հատ Լոս Անջելեսում Բևերլի Հիլզում շատ մեծահարուստ արևմտահայ մի հատ կին կար, գործարարի կին էր, շատ միլիարդատիրոջ, հետո ամուսինը մահացավ, դրա հետ մեծ բան բարձրացավ այստեղ, որ սրբազան չէ, կտրիչը, որ եկել էր Բրբանկի եկեղեցին օրհնելու նոր էր բացել, մեծ բունտ բարձրացավ, որ այդ կնոջ հետ ա եղել եւ այդ կինը $20 միլիոն փող էր տվել կտրիչին։ Ընդամենը 6 ամիս հետո մեծահարուստ միլիարդատեր կինը իր պատոհանը լվանալու ժամանակ իր հաուզի պատոհանը լվանալու տանը ընկավ եւ մահացավ։ Եվ մեծ բավականին ասեկոսներ կար, որ այդ կնոջը սպանել են։ Եվ չգիտես ինչու այդ հարցն էլ քնեց, 20 միլիոնը կորեց։ Հետո մի բան էլ ասեմ, ես չնայած շատ բաներում համաձայն չեմ սիրում Վարդան Ղուկասյանին դոգին, բայց ըստ երևույթին, եթե ԱԱԾ-ն մի հատ Լաս Վեգաս գար, մի կես ժամ հանդիպում ունենար, այնքան տեղեկություններ կտար դոգը բոլորի։ Ասեցի, ինձ համար էլ այն ինգմա, բայց եթե 20 միլիոն ա տվել, այդ ինչ գործություն ա արել, որ 20 միլիոն ա ստացել, համար է տենց ասում։ Սախսոտանը, իրանք այնքան տվյալներ ունի, ԱԱԾ-ն այնքան տվյալներ ունի, որ շատ ես էլ եմ կարծում, այո։ Բարի Արգելից, շնորհակալ ենք ձեզ զանգի համար, լավ որ ձեզ, լավ եղեք։ Բայց ես ընթացքում մնացած էլ ոչ մի բանը չի կարողանում ընկալել, բացի այդ ինչը արեք 20 միլիոն տվել։ 20 միլիոն տվել։ Էդի որ իզուր չեն ասում, որ ворց արել։ Ունեստաս մասա միլադո կորասոն։ Այդ շատ լուրջ է։ Ասում են Բլուչին էլ է հետաքրքրված Իրանով։ Ով։ Մոնիկա Բելուչին։ Մոնիկան, այո։ Բայց իզուր չի բաժանվել, անցյալ օրը դու չէիր ասում, որ բաժանվել է։ Չէ, դե այս պատմությունը երևի իմացավ, ասեց վերջ։ Հա, Էրիկա Բոլա։ Finita la commedia, mi amor։ Այ, լավ չի, այստեղ կոմենտներն եմ կարդում, մեկը մեկից պես, օրինակ Դավիթը մեր լավ ընկեր է Դերմեն ջան,
ասում է Թախմաչյանը տարապում է Մանիա Վիլիչիայի սուր վարակիչ հիվանդությամբ Կա տենց բահ, այո, այո։ Դե արվեստագետների մեծ մասը տենց բան ունի։ Այստեղ կոմենտներում վատ բաներ էին գրել։ Woman fake edge բլոկեցինք արդեն հորդորում են բլոկել։ Ընկերներ, զգացել եք, հենց առաջին բարից երկրորդ բարից չենք բանանում միանգամից միջամտում, որտեղ ասում ենք թե մարդ է էլի մի բանա գրել է, բայց երբ որ տեսնում ենք այդ շարունակականը, բնականաբար հեռացնում ենք նյարդեր չեն քայքայում, անգամ չենք էլ անդրադառնում ոչ այդ մարդու անունն է եթերում ասում, ոչ է, հա, բնականաբար։ Իրանք հենց դրա համար են անում, որ անդրադառնաց խոսես բանանես, մենք էլ տեղին հարամարում ենք շատ։ Հա, բանը գործ չկա, ամեն ինչ։ Այդ կինը Նյու Յորքից էր, հարուստ հայր ուներ, Ռիտա Գրիգորյանն է ասում, ես չգիտեմ այս ինչ պատմություն է, ճիշտ ասած, բայց հետաքրքիր բաներ է բացահայտվելու աչքից։ Ես այստեղ մի բան եմ ուզում ասել, քանի որ դեպքը տեղի է ունեցել Միացյալ Նահանգներում, անպայման այդ հետաքննությունը կպարզեր դա ոչ թե ով է արել, էթելա մի կողմ, ասենք դիտավորությունա թե պատահական է եղել։ Այդ մասին շատ ասեկոսներ եղան, բայց ոստիկանությունը կամ FBI ոչ մի բան չասեց։ Ամերիկա է, էլի վերջը, եթե տենց բաներ։ Չէին թողնի տենց հանգիստ գնաց տերևույթին, բայց մի քիչ էլ կասկածելի է, էլի այդ փողորով տերկինը լուսամուտից ընկնի մահանա, մի քիչ երեխա չի, բան չի, էլի որ ասես պատուհանից ընկել է։ Բայց դες երկու բառ ունենք, չէ՞, պատուհան եւ լուսամուտ։ Հա, նաև ոչ միայն դա ունենք այլ հոմանիշները, չէ՞։ Բարևներ ունենք Բարսելոնայից, Էլեոնորա Սարգսյան, բարի երեկո, բարի Էլեոնորա ողջույն։ Բարսելոնա, Մարալիկից, հենց նոր Հարութ Սաղաթելյանը Մարալիկից առաջին անգամ հարգելի Հարութ, բարև ձեզ, բարի երեկո։ Բարև հարգարժան Հարութ։ Մարալիկ ընտիր։ Ողջույններս Ինչքան եմ սիրում ձեր հումորն ու ծիծաղը, ապրեք դուք, Ռոզաննա Հարությունյանն է ասում, բայց նկատել եք ծիծաղն ու հումորը միշտ ուղեկցվում է շատ լուրջ թեմաների շուրջ։ Այդ է Նիցշեի ասած հումորը տրված է, որ չխենթանանք իրականությունից, լրիվ է սա։ Դե բացի այդ հումորը միակ բանն է, որ կենթանական աշխարհում մարդու ունի մենակ, էլի ուրիշ կենթանի հաշվել գիտեն, ես գիտեն, այն ուր հագրավների մասին է նայում, կզարմանաս էլի, թե ասում եմ 7 տարեկան երեխայի բան ունեն, տրամաբանություն ունեն, կատակ եք անում այմար։ Դե բան չի մնում էլի մինչև հասնի մեր տարիքին արդեն, մի քանի 100 տարի հետո արդեն Դա կլինի։ Նուրիցա Գասպարյան, ինչ տարբեր անուն է Նուրիցա։ I love to listen your radio show every morning on my way to work. Now I follow you on Facebook. Thank you guys. Նուրիցա Գասպարյան, շնորհակալ ենք ձեզ, որ լսում եք մեզ, հարգելիներս։ Բրբանկն էլ է այստեղ։ Ձեզ համար ենք հաշատում։ Ես քեզ համար եմ ապրում, սիրելիս։ Շատ ճիշտ եք, պարոն Դերենիկ, իրենք են իրենց ստեղծել եւ դարձել սուրբ ու սրբազան, բայց սրբության հետ ոչ մի կապ չունեն։ Գոհար Կարեյանն է համաձայնում։ Այո, Գոհար համաձայն է ձեզ հետ։ Ողջույններ սրտիկներ, Հասմիկ Կարապանյանցն է ուղարկում Դավիթը, ողջույն հարգելիներս, կաթողիկոսին պաշտպանողները եւ համակիրները լիովին արժան են նրան, ինչպես Գյումրեցիք, Վարդանի եւ այլն, այսպիսի սրիկաների պատճառով է, որ այսօրի ենք։ Դավիթ Դերմենջյանի հաղորդագրությունն եմ ընթերցում։ Ինչպես լարված եմ լսում, որ մոռացել եմ ողջունել, բարևել բոլորին, Սիրանուշ Ստեփանյան։ Բարև ձեզ, Տիկին Սիրանուշ, բարի գալուս, ուրախ ենք, որ միացել եք մեզ։ Դե ինչ, աստիճանաբար։ Ուրեմն, եթե ուզում եք, կարող եմ ես մեջ բերել Տիկին Հակոբյանը մի կարդալ մի բարբերություն Պարուսևակի անալարի զանգակատնից։ Տարաբաղտ երկրի եւ Աստծուց թափուր երկնի արանքում իբրև ամոթի ծանր վարակույր փռվում է ծուխը, եւ ճենճահոտը օդի շերտերն է այնպես վարակում, որ անժամանակ կռունկներն անգամ թողին չվեցին, եւ ուր թևեցին, ահ ու սարսափից լեզուն կապնկած հայ մանչուկների խմբերի նման, կվ անverջ կվվեցին, անլուր աշխարհին իմաց տվեցին, որ հայոց երկրի ձորերում անտակ, կիրճերում խորունկ, ահ էլ ինչ կռունկ, երբ հիմա վարման թոնիրն է դարձել թոնրի երկիր Հայաստանն ինքը, որ թոնրին դրված սև խոփ է կարծես հայոց երկինքը։ Աղիողորմ,
Եվ հիմա տեսեք, ասենք օրինակ բերենք, էլի խնդրում եմ հանգիստ ընդունեք մենակ։ Չեք ուզում մի համաձայնվեք, բայց մի վրդովեք։ Հիմա եթե որ կարդում ես համաշխարհային գրականություն, հա, ողբի մասին, սրա մասին, Սոկրատ, որտեղից ուզում եք սկսեք, հա։ Համամարտկային է այնտեղ վիշտը։ Հասկանում եք, մարդ արարածի բնության հետ, մարդ արարածի ճակատագրի հետ, մեզ մոտ զուտ հայկական, զուտ հայաստանյան, զուտ մեր երկինքը, զուտ մեր երեխաները, հասկանում եք այս պահը ինձ դուր չի գալիս, էլի։ Այս պահը, սա մեր ամենաճանաչված, ամենասիրված հեղինակներից մեկն է, տաղանդավոր անձնավորություն, պոետ, այո, բայց շատ լոկալ է ախր, շատ լոկալ։ Ախր, եթե դու այս հարցը չես դարձնում համամարտկային, ի վերջո, հա, այն ինչ որ դու ես ցավը զգացել, այն ողբը որ դու ես զգացել, դե եթե դա չես բարձրացնում համաշխարհային աստիճանի, որ ամբողջ մարդկությունը ասի, այո, էլ չենք ուզում դա մնում է լոկալ տեղային, որ վայ, մենք մերոնց մեջ է մնում, վերջանում, էլի։ Այս պահը ես որպես բան ասեմ ձեզ, հա։ Այդտեղ բազմակետ ենք դնում շարունակելու ակնկալիքով, ասենք շնորհակալություն բոլորին, ովքեր միացան մեզ, եւս մեկ հաղորդում ունենք հարգելի բարեկամներ, մոտ 40 րոպեից AMPM Վիկտորինան է, հեռու չգնաք, անպայման միասին լավ ժամանակ կունենանք, Տերինիկին ասեմ շնորհակալություն, որ միացավ մեզ, լավ աշխատանքային շնորհակալություն հայտնում, լավ եղեք բոլորը, մինչ երկուշաբթի, լավ աշխատանքի օր, արևոտ բլենդելից ցտեսություն, լավ եղեք։ Դե ինչ, բարեկամներ, թերևս այսքանը դեմդիմացի շրջանակներում, գնանք տեսնենք, թե ինչ երաժշտական ընտրություն է սպասում այսօր AMPM-ի տեսանկյունից, շնորհակալ ենք զանգերի համար, հաղորդագրությունների համար, մեկնաբանությունների, կուրախանանք, կտխրենք եւ այլն, բայց հավատացեք, այն ինչ որ կատարվում է, ես քանիցս ասել եմ, ես ինձ հավատացյալ մարդ չեմ համարում եւ բայց հարգում եմ շատ հավատացյալ մարդկանց, ովքեր մաքրամաքուր հավատով են, սա շատ կարևոր բան է, հավատը կարևոր բան է, դարերից եկած բան է դա, բայց անգամ այս ամենում ես էլի մեղադրում եմ այս գաղ չմթնոլորտը, որովհետեւ եթե այսպիսի վիճակ չլիներ, գուցե հենց մեկը ես, էլի շատ ծանոթներ, մտերիմներ, գուցե այլ ձևով վերաբերեին ու նայեին հոգևոր դասին, եկեղեցուն եւ այլն եւ այլն։ Ես այս ամենում մեղադրում եմ այս պիղծ, այս բիրտ, այս ուժերին եւ այն մտավորական կոչվածներին, ովքեր եթերում բացի բաց ասում են դե որց տղայա ու դա դիտարկում են որպես առավելություն։ Ընդհանրապես, եթե խոսքը հայոց վեհափառի մասին է, իմ կարծիքով ձևակերպումը եւ որակավորումը որց որպես ճակերտավոր լինել չի կարող։ Հասկանում ես, ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ վեհափառի հասցեին առավելապաշտական գնահատականներ տվողները որց բառն են օգտագործում։ Հասկանում ես, որովհետեւ Ընդհանրապես այդ ձևակերպումը հոգևոր դասի, սրբության, Աստծո գաղափարախոսության, Քրիստոսի ուսմունքի հետ կապ չունի, հասկանում ես, կապ չունի։ Դրա համար այլանդակություն կարճ ասած։ Okay, տեսնենք ինչպես կավարտվի, ես դիտում եմ սա մեծագույն հետաքրքրությամբ, ես երբեք ոչ մի կինո, ոչ մի սերիալ չեմ նայում, չեմ սիրում սերիալ բան, բայց սա դիտարկում եմ որպես սերիալ, եւ ավելին, մտածում եմ սցենար, որպես գրող մարդ վերջո, սցենար կարելի է սա կազմել եւ շատ լավ ռեյտինգով կիրացվի, շատ լավ։ Դրա համար գնամ մտածեմ այդ ուղղությամբ, հանդիպում ենք AMPM հաղորդման շրջանակներում, շնորհակալ եմ իմ գործընկերներին, իմ ընկերներին, գործընկերներին, ովքեր ինձ հետ են, իմ կողքին են, ռադիոյի կողքին են եւ անհնարինը դարձնում են հնարավոր եւ առանց գործընկերության, առանց աջակցության հնարավոր չի ոչ աշխատել, ոչ հեռարձակումը ապահովել, ոչ FM ալիքը պահել եւ այլն եւ այլն։ Դրա համար Sevan Meat Market եւ Sevan Meat and Fish Market իմ լավ ավակ ընկերը հարգելի պարոն Հրաչի, եթե լսում է իմ ջերմ բարևներն ու շնորհակալությունը, որ տևական ժամանակ մեր կողքին է եւ աջակցում է մեզ։ Եթե դուք էլ բարեկամներ ծովամթերք եւ մսամթերք եք գնում, իմացեք, որ առաջատարը 25 տարի շարունակ Sevan Meat Market-ն է եւ Sevan Meat Market-ում ընտանեկան բիզնեսի ձևաչափով լավագույն ավանդույթներով որակյալը եւ թարմն է միշտ ներկայացվում 1037
East Broadway 13-15 East Colorado Street Sevan Meat Market շնորհակալություն, որ մեզ հետ եք եւ Sevan Meat and Fish Market Level ռեստորանի Lounge-ը Glendale-ում ես մեր լավ ընկերը մեր կողքին հրաշալի վայրը լավ ժամանցի գործնական հանդիպումների համար, լանչի համար, այցելությունները patio ունեն, հուկայի տեսականի, ալկոհոլ, հարուստ մենյու, համեղ խորտիկներ, բիլիարդ, ել ինչ է պետք լավ ժամանցի համար։ Այցելեք Level ռեստորան եւ Lounge Glendale-ում։ Մեր հրաշք ընկերները Vivaldi Catering ծառայությունը, եթե ունեք հյուրեր, խնջույք է, առիթ է, ընթրիք է կամ լանչ է, կապ չունի ինչ է, հավաքույթները տարբեր ըստ մենյուի, հա, փոքր առիթների համար, մեծ առիթների համար վստահեք Vivaldi Catering ծառայությանը 707 771 7771 մանավանդոնական այս շրջանում անակնկալներ է պատրաստել ձեզ համար Vivaldi-ն, տարբեր նվերներ, անակնկալներ ընդཐུպ մինչև iPhone 17, այնպես որ Vivaldi Catering համեղ, որակյալ եւ անակնկալներով լի շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Lemelo Boulevard իրավաբանական գրասենյակը իր հմուտ թիմով եւս մեր կողքին է, եթե ունեք լիսարած մեքենա 20 թվականի կամ ավելի նոր, հոգնել եք dealership այցելուց ու խնդիրներին լուծումներ տալուց, վստահեք մեր պրոֆեսիոնալներին 818 319 31 94 կստանանք full refund, անգամ down payment-ը ետ կբերենք եւ դուք որևէ բան չեք վճարելու 818 319 3194 եւ իմ էլի լավ ավակ ընկերներից LA Smart Blinds ընկերությունը 1808 Victory Boulevard հասցեում շոուրումով ձեզ է ներկայացնում իր տեսակով ամենավորակյալ, ամենագեղեցիկ եւ շուկայականից անհամեմատ մատչելի թե վարակույրները, թե Roman Shades, թե patio-ի բլայնդներ, զիբրաներ, vertical բլայնդներ, pergola patio-ներ եւ ոչ միայն զանգահարեք LA Smart Blinds 818 281 8136 եւ պրոֆեսիոնալների թիմը չափագրումը, գծագրումը ամեն ինչ կազմակերպի։ Իդեպ ասենք, որ բացի մեծ պահանջարկ վայելող pergola patio-ներից ներկայացնում են նաեւ butterfly տեսակի բազմաֆունկցիոնալ զիբրաները, իրանք զիբրայի պես են աշխատում, բայց ներքևի ձողը չի պտտվում, այլ անշարժ է։ Մնացած հարցերով դիմեք LA Smart Blinds 818 281 81 36 Little Paris բուտիկը եւս մեր կողքին է, Little Paris-ը 44 տարվա բարի համբավայելող հաստատություն է, 13521 Sherman Way հասցեում, այս տոնական օրերին ամեն օր բաց է լինելու, այնպես որ այցելեք գնումների, ամեն օր եւ գործում է հատուկ առաջարկ, գնեք մեկ ապրանք, մյուսը ստացեք կես գնով, Little Paris հայ ընտանիքների լավագույն առևտրի կենտրոնը։ Եվ վերջում իհարկե Claims Assist պրոֆեսիոնալների թիմը Կարո Աչեմյանի գլխավորությամբ Claims Assist, եթե ձեր տունը, բնակարանը, առանձնատունը, կոմերցիոն տարածքը տուժել է անձրև լինի, մոխիր լինի, ջուր լինի, ջրեղեղ լինի, հրդեհ լինի, գողեր հերուտնից տեղից կապ չունի, տուժել եք, վստահեք Կարո Աչեմյանին, ինշուրանսների հետ համառ պայքարի արդյունքում կստանանք մաքսիմալ փոխհատուցում եւ ձեր իրավունքները կվերականգնենք Claims Assist 818 538 35 78 Այսքանը չենք մոռանում բաժանորդագրվել FIB-ին որպես հայկական հեռուստաալիքների լավագույն որակը դիտելու համար 888 808 0501 ասեք որ լսել եք ARTN հեռուստաընկերությամբ կամ Armusic ռադիոյի միջոցով եւ ստացեք $20 զեղչ սարքավորման ձեռքբերման համար։ Ես գնում եմ մի փոքր հանգստանամ եւ պատրաստվեմ եթերին AMPM-ի շրջանակներում Արմինեի հետ կգանք եւ տեսնենք թե ինչ երաժշտական ընտրություն է սպասում մեզ այս անգամ։ Կհանդիպենք։